Հնում բազուկը ոչ միայն ուտում էին, այլ նաև բազուկի հյութով ներկում էին մազերը։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի փափկամսով և բազուկով տաք աղցան։ Իհարկե ուրիշ բաղադրիչներ ներկա գտնվեն աղցանի մեջ, բայց անունը դնենք այդպես՝ հորթի փափկամսով և բազուկով տաք աղցան։ Սկսենք երկար եփվող մթերքներից։ Դա կարտոֆիլն է, որը պատրաստելու ենք ջեռոցում։ Ինչ ենք անում։ Լցնում ենք հենց կլեպով կարտոֆիլը, լավ լվացած, ցողում ենք բուսայուղով, համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով, և տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա։ Փռենք սիլիկոնե գորգը։ Ջեռոցում կեփենք նաև գազարը։ Գործի ենք դնում տախտակը։ Գազարը կկտրատեմ տափողակների։ Սա էլ ենք մշակում նույն կերպ։ Աղից ինչ-որ մաս մնացել է այստեղ, այնպես որ զգուշ եղեք, մի փոքր, և բուսայուղ կա, չնայած կարելի է ցողել, սա էլ այսպես, արի այստեղ, հավասար փռանք և փուր գնացող վերջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա պղպեղն է, քաղցր, գույնզգույն և շատ կծու, մեկ պղպեղ, այսպես, լցնում ենք, բավականաչափ արդեն բուսայուղ կա այստեղ և աղ կա, այնպես որ չենք ավելացնում, ընդամենը խառնում ենք, պատում ենք պղպեղները համեմված բուսայուղով։ Սա էլ տեղափոխենք, հավասար տարածենք և ուղարկենք ջեռոց։ Եթե բազուկը հում է, բազուկն էլ նույն կերպ կարելի է մշակել։ Մեր տարբերակում բազուկը ես նախապես խաշել եմ։ Դնում ենք միջին հարթությունում և միացնում ենք գրիլ եղանակը։ Անցնենք տավարի փափկամսին։ Տապակ ենք տաքացնում, մի քանի կաթիլ բուսայուղով, տավարի փափկամիսը, երկու կողմից համեմում ենք Մարանիկ ընկերության 4 պղպեղով և տապակում ենք։ Աղը կանենք ավելի ուշ։
Եվ բոլոր կողմերից տապակում ենք, կարմրացնում։ Երբ շրջենք մյուս կողմը, կավելացնենք 3 պճեղ, 3 միջին պճեղ սխտոր։ Իդեպ տավարի փափկամիսը կես կիլոգրամ էր։ Ավելացնում ենք ձիթայող, փաստորեն ձիթայող էի լցրել, մի քանի ճաշի գթալ։ Գցում ենք 2 ճուղ ռոզմարին, հազրեվարդ և 3 պճեղ սխտորներ։ Կավելացնեմ նաև 30 գրամ կարագ։ Վրան դնենք ցանց, որ յուղը չցայտի։ Թող կարմրի, իսկ մենք շարունակենք։ Սոխ ենք տապակելու։ Կրկին ձիթայյուղով։ Կվերցնեմ 1 մեծ գլուխ սոխ։ Տախտակն դանակը հարկավոր է փոխել։ Սոխը կկտրատեմ փետրաձև։ Կարմրացնելուց հետո վրան լցնում ենք կարմիր կիսաանապակ գինի, մոտ 20 վայրկյանից կծածկենք կափարիչով և կթողնենք շոգեխաշվի։ Սոխը կհամեմեմ Մարանիկ ընկերության ծովի աղով և մի պտղունց շաքարավազով։ Կարամելացնում ենք։ Կարմրացնելուց հետո սոխը վրան կավելացնենք սալորաչիր։ 6 սալորաչիր առանց կորիզի, եթե կորիզ կա, կարող եք հանել, կտրատում ենք ձողիկաձև։ Ավելացնում ենք 20 գրամ կարագ, շրջենք մսակտորը, 2-3 րոպե թողնենք ծածկած կափարիչով, թող ջերմային մշակման ենթարկվի և կվերցնենք կրակից։ Այժմ վերցնենք նախապես խաշած բազուկը և կտրատենք խոր անարդաձև։
կտրատենք խորանարդիկների, ահա, մեկ մեծ բազուկա այդպես, այդ հաշվարկով։ Տեսնենք, թե ինչ է կատարվում ջեռոցում։ Պղպեղները և գազարները հանում ենք, իսկ կարտոֆիլը շարունակում ենք թխել։ Փրկում ենք նաև պղպեղները։ Եվ ուղարկում ենք ետ ջեռոց։ Թող կարմրեն կարտոֆիլները։ Մսակտորը հանում ենք, վերցնում ենք կրակից։ Ծածկում ենք կափարիչով, թող հանգստանա։ Համեմում ենք բազուկը, Մարանիկ ընկերության սխտորի փոշով, չորացրած սամիթով, և բալզամիկ կացախի մածուկով, մի քանի կաթիլ է այսպես, այնք համար։ Կրակը անջատենք, թող 2 րոպե մնա։ Այժմ սկսենք հավաքել մեր կերակուրը։ Վերցնում ենք մատուցվող ափսեն, աղցանային միքսը, լցնում ենք ափսեի մեջ, սա կլինի մեր կերակրի թարմեցնող բարձիկը։ Ցողում ենք այն լայմի հյութով։ Կես լայմի հյութով ցողելուց հետո թարմ բարձիկը կարգավորում ենք։ Բազուկը լցնում ենք գազարի և պղպեղի վրա, տեսնենք ինչ վիճակում է կարտոֆիլը, կարծում գոնն է վարդագույն երանք ստացել է, ահա, շատ լավ է։
Ամեն կարտոֆիլը կիսում ենք 4 մասի։ Կամ 2 մասի, ավելի գեղեցիկ է։ Պատրաստում ենք սոուսը։ Սոուսի համար կվերցնեմ մածուն 3 ճաշի գթալ, թահին 1 ճաշի գթալ, հատիկավոր մանանեխ, կես լայմի հյութը, խաղում ենք վրան, Մարանիկ ընկերության աղով 1 պտղունց, չմոռանանք, որ բոլոր մթերքները նախապես համեմել ենք աղով, աղացած սև պղպեղով, կարմիր կծու պղպեղով, մեկ ճաշի գթալ բարձր որակի ձիթայով ենք լցնում և խառնում։ Սա լցնում ենք բանջարեղենի վրա, տակնու վրա ենք անում, իսկ ուրեմ սիլիկոնե բայիկը շատ եմ սիրում քեզ արի։ Սիլիկոնե բայիկով ավելի հեշտ է աշխատել։ Մի 5 րոպե թողնում ենք, այսպես թող համերը խառնվեն, իսկ մենք մշակենք միսը, կտրատում ենք շերտերի։ Վերջ շերտատած միսը և թրմվող բանջարեղենը կդնենք թարմեցնող բարձիկի վրա և կմատուցենք։ Հորթի փափկամսով և բազուկով աղցան։ Կարտոֆիլը ցողել բուսայեղով, համեմել ծովի աղով, դնել ջեռոցի նախապես յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա։ Գազարը կտրատել տափողակների, նույն կերպ մշակել, դնել կարտոֆիլի կողքին։ Քաղցր և կծու պղպեղները նույն կերպ մշակել, միացնել բանջարեղենին։ Ուղարկել ջեռոց, գրիլի ռեժիմով եփել։ Հենց պղպեղներն ու գազարը եփվեն, տեղափոխել ամանի մեջ, իսկ կարտոֆիլը շարունակել եփել։ Ձիթայուղ տաքացնել, տավարի փափկամիսը երկու կողմից համեմել 4 պղպեղ համեմունքով, տապակել։ Մի կողմը տապակելուց հետո ավելացնել ձիթայուղ, հազրևարդ, սխտոր, կարագ։ Մի րոպեից ավելացնել կարմիր կիսաանապակ գինի։ Մի քանի րոպեից մսակտորը տապակից հանել, թողնել հանգստանա, շերտատել։ Այլ տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխ սող տապակել։ Համեմել ծովի աղով, շաքարավազով։ Կարմրացնելուց հետո ավելացնել ձողիկաձև կտրատած սալորաչիր, կարագ, խորանարդիկների կտրատած նախապես խաշած բազուկ։ Համեմել սխտորի փոշիով, չորացրած զամիթով, բալզամիկ քացախի մածուկով։ Լցնել գազարի և պղպեղի վրա։ Վրան ավելացնել կարտոֆիլը։ Սոուսի համար մածուն, թահին, հատիկավոր մանանեխ, լայմի հյութ, աղ, սև պղպեղ, կարմիր կծու պղպեղ, ձիթայուղ միասին խառնել։ Սոուսը լցնել բանջարեղենի վրա, տակնու վրա անել, 5 րոպե թողնել համերը խառնվեն։ Մատուցման ափսեի վրա դնել աղցանի միքս, ցողել լայմի հյութով, վրան դնել մսի շերտերն ու բանջարեղենը, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծովախեցգետին, գրեյփֆրուտ, ավոկադո, ռուկոլա,
ձիթապտուղ եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։